Լսիր ժողովուրդ հայտագիրն է Հայաստան ձայնասփյուռի եթերում։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Օրնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Ամեն երկուշաբթի մենք այս գեղեցիկ տաղավարում զրուցում եւ քննարկում ենք արդիական հարցեր, փորձելով գտնել դրանց հոգեվոր պատասխանները։ Ձեր հարցերը, առաջարկները, ինչպես նաև քննադատությունները կարող եք ուղարկել anten@radioarmeni.com հասցեին կամ գրել Ռադիո Արմենի Facebook-յան էջին։ Այսօր փորձելու ենք պատասխանել մեզ ուղարկած հարցերից մեկին ընտանեկան հարաբերությունների մասին, իսկ ավելի կոնկրետ ընտանեկան առողջ կամ անառողջ մթնոլորտի մասին։ Շատ արդիական, շատ տեղին թեմա է իմ կարծիքով եւ հուսանք, որ մեր ռադիոն կնդիրներին կբավարարի մեր քննարկման տրված պատասխանը։ Մենք խոսում ենք շատ ընտանիքի կարևորության մասին, բայց միևնույն ժամանակ մեր շուրջը շատ են ընտանիքները, որտեղ երջանիկ չեն մարդիկ ու երեխաները նույնպես։ Մարդիկ ավելի շատ գոյատևում են, քան երջանիկ են։ Մարդիկ ավելի շուտ ժողովրդի լեզվով ասած յոլա են գնում, որովհետև բոլորն էլ այդպես են ապրում։ Հիմա ես այսպեսի մի հարց ունեմ։ Տեր Հայր, մարդը շատ ենք խոսում քրիստոնեության մեջ զոհաբերություն ասվածից։ Արդյոք հիմա մարդը, եթե ընտանիք ունի ու ինքը դժբախտ է, պետք է իրեն զոհաբերի հանուն ընտանիքի ու միգուցե գտնում է, թե իր զոհաբերությունով նա լավություն է անում երեխաներին, արդյոք դա այդպես է։ Շատ բազմաշերտ է հարցը իրականում։ Այո, քրիստոնեական ըմբռնմամբ սերը եւ զոհաբերությունը հոմանիշներ են եւ դրա լավագույն ապացույցը Աստծո սերն է մարդկության հանդեպ, բայց անգամ աստվածային զոհաբերությունը աննպատակ չէր։ Ցանկացած զոհաբերության ետևում կա որոշակի նպատակ։ Ուր է գնում այդ զոհաբերությունը, ինչի է տանում զոհաբերությունը, ինչի համար է այդ զոհաբերությունը։ Եվ որքան էլ հարցի պատասխանը պարադոքսալ հնչի, ընտանիքում զոհաբերության նպատակը երջանիկ լինելն է եւ ոչ թե դժբախտ լինելը։ Այ ուրիշ հարց է, թե ինչ է երջանկությունը։ Ցավոք շատ զույգեր կարծում են, որ երջանկությունը ինչ որ դրսից արհեստականորեն ընտանիք մտնող մի բան է, մոռանալով, որ երջանկություն կերտողը հենց իրենք են։ Եւ շատ զույգերի այդ զրույցների ժամանակ, որոնք հենց այս խնդրով կարող են գալ ինձ մոտ, ես միշտ հարց եմ տալիս. անդրադարձել եք արդյոք ինչի հարաբերությունների սկզբնական փուլում, սիրահարվածության, ամուսնության առաջին этаպում երջանկության զգացում կարողանում եք ստեղծել եւ ապրել, իսկ հիմա ոչ։ Եթե գտնեք այդ հարցի պատասխանը, կգտնեք շատ խանգարող հանգամանքներ։ Լայն առումով ես կարծում եմ, որ ընտանիքները բաժանվում են 3 տեսակի։ Ընտանեկան համակեցությունը։ Ընտանիքներ, մարդիկ, որոնք ապրում են ուրեմն իրար հակառակ, իրար որպես թշնամի, սա սարսափելի մի բան է, մի հարկի տակ, եւ հանդուրժելի չի, սա զոհաբերություն չէ։ Մարդիկ, որոնք ապրում են իրար հետ, ուղղակի ապրում են իրար հետ, եւ այս սա այն դեպքներ, որ ասում են երեխաների համար, հասարակական կարծիքով եւ այլն, բայց սա էլ զոհաբերության տեսակ չէ, եւ մարդիկ, որոնք ապրում են իրար համար, այսա զոհաբերություն է։ Երբ որ ես ապրում եմ քեզ համար, ոչ թե հանուն կողքի 3-րդ, 4-րդ հանգամանքի, այլ քեզ համար եմ ապրում, որովհետև ես քեզ սիրում եմ։ Ես սրա մեջ եմ սիրո բուն այդ գեղեցկությունը եւ էությունը։ Ուրեմն չմոռանալով, որ սերը պատասխանատվություն է, զույգը պետք է սովորի ապրել մեկը մյուսի համար, եւ այդ ժամանակ ընտանիքը կսկսի երջանկանալ։ Շատ շնորհակալ եմ խորը պատասխանի համար, բայց այստեղ հարց է առաջանում, մարդիկ սովորաբար ասում են, ես ինձ զոհում եմ հանուն երեխաներիս։ Ինձ համար սա որքան էլ որ արդարացնող հանգամանք է, բայց ընդունելի չէ։ Ինչու, որովհետև երեխաները իրականում այս պարագայում մարդկային սխալի թերացման արդարացնող պատնեշն են, որ մարդը որպեսզի թաքնվի ինչ որ իր կյանքի չստացած դրվագի հետևում երեխաներին դարձնում է պատնեշ։ Բայց միանշանակ է սա, հոգեբաններն էլ կհաստատեն, չնայած ասեմ, որ բավական հանդիպում են վերջերս գրականություն, որտեղ հակառակն են փորձում պնդել, կինը ուժեղ է, տղամարդը ուժեղ է, առանձին իրենք անհատականություն է եւ ոչ մեկ դեմ չէ, բայց երեխան
երջանիկ է ապրում լիարժեք ընտանիքում, որտեղ մայրը մորդերի մեջ է, հայրը հորդերի մեջ է։ Մայրը երբեք չի կարող միայնակ ստանձնել հորդեր եւ հայրը միայնակ մորդեր։ Ուրեմն երեխային անհրաժեշտ է լիարժեք եւ ոչ թե պարակտված ընտանիք։ Ի վերջո մի հայտնի խոսք կա, շատ եմ սիրում, ասում է՝ մի փորձեք դաստիարակել ձեր երեխաներին, դաստիարակեք ինքներդ ձեզ, որովհետեւ ձեր երեխաները կրկնօրինակում են ձեզ։ Երեխան տեսնում է այն, ինչ որ կա ընտանիքում եւ դժբախտ ընտանիքի օրինակն է վերցնում դժբախտ ընտանիք ունենալու։ Վերցնում եւ շատ մեծ է հավանականությունը, որ այդ շարունակականությունը իր ընտանիքի կլինի աղճատված, այսպես քանդված մոդել ընտանիքի։ Մեկ բան հստակ է, մենք շատ հաճախ մտածում ենք, որ երեխաները փոքր են, չեն հասկանում, չեն զգում, բայց հոգեբանական եւ հոգեկան խոր լարերով կապված լինելով ծնողների հետ իրենք զգում են, կա այդ ընտանիքում սեր, թե չկա։ Հայրիկը եւ մայրիկը իրար հետ երջանիկ են, թե երջանիկ չեն, իսկ երեխային ավելի մեծ երջանկություն չի կարող դնել, քան հոր եւ մոր երջանկությունը։ Ձեր պատասխանի մեջ հնչեց, որ պատճառներից մեկը հենց վախն է, որ մենակ մարդը չի գոյատևի հաճախ։ Այո։ Բացի հասարակական կարծիքից կա վախ, ավելի շատ կանանց է երևի բնորոշ, որ իրենց թվում է իրենք ուղղակի մենակ չեն կարող ապրել։ Տղամարդկանց էլ է բնորոշ ինձ թվում է, որովհետեւ եթե ընտանիքը ճիշտ գիտակցության վրա է կառուցված, կինը ունի իր ֆունկցիաները, իր անելիքները ընտանիքի մեջ, տղամարդն իրեն է եւ մեկը մյուսին չի կարող փոխարինել կամ եթե փորձեն փոխարինել, ավելորդ ծանրաբեռնվածություն է, թե ֆիզիկական, թե հոգեբանական։ Բայց հետաքրքիր է, որ Աստվածաշունչը ասում է սիրո մեջ վախ չկա։ Սերը հեռու է վանում երկյուղը, ասում է Սուրբ Գիրքը։ Եթե հարաբերությունների մեջ կա վախ, լավագույն դեպքում դա կարող է լինել մեկը մյուսին կորցնելու վախը, եւ ոչ թե մենակ մնալու վախը։ Այ երբ որ դու մտածում ես, որ դու մենակ կմնաս, վախը կա, նշանակում է սերը այդտեղից հեռացել է եւ այդտեղ քո էգոիզմն է իրականում ինքնապաշտպանական եսասիրությունն է աշխատում քո մեջ, որ բա ես ինչ պիտի անեմ, բայց չէ որ ընտանիքը մենքի գաղափարի վրա է հիմնված եւ ընտանիքները դժբախտ անում են, որովհետեւ ընտանիքի երկու առանձնյակները տղամարդ եւ կինը հոգեպես, հոգեբանորեն եւ երբեմն նաեւ ֆիզիկապես սկսում են իրարից հեռանալ եւ ոչ թե մոտենալ եւ նույն այդ սկզբի իմ ասածին է գալիս, դառնում են իրար հետ կամ իրար հակառակ ապրող, բայց ոչ իրար համար ապրող։ Սա է ուրեմն նրբության հարցը։ Իսկ ինչ վերաբերում է հասարակական կարծիքին, ես անձամբ կարծում եմ, որ դարեր շարունակ այդ հասարակական կարծիքը շատ դրական դեր է խաղացել մեր ազգի պահպանության տեսանկյունից, որովհետեւ երբեմն շատ խորհրդային իհարկե այսպես ծայրահեղություններ են եղել, բան չունեմ ասելու, որոնք կարող են մեկ կողմին կամ մյուս կողմին դժբախտացնել կամ տհաճ իրավիճակների մեջ գցել ընտանիքի անդամներին, բայց լուր են մնացել, շատ գլուխները չեն բարձրացրել, այսօրվա այս ազատատենչությունը չի եղել։ Ոսկե միջինն է պետք գտնել, գիտես, որովհետև ազատությունը եւս պետք է ունենա իր սահմանները, որպեսզի չդառնա սանձարձակություն։ Այսօր երբեմն հնչում է ավելի շատ թքած ունեմ հասարակական կարծիքի վրա, գաղափարի վրա եւ ամուսնությունը կամ զուգընկեր փոխելը դառնում է, այսինքն գուլպա փոխելու պես մի բան, որը եւս ճիշտ չի։ Ծայրահեղությունը այո չափազանց մեծ է։ Կան որոշակի զսպանակներ, որոնք ոչ թե պետք է լինեն ամոթի կամ ադաթային մակարդակի, այլ բարոյական մակարդակի զսպանակներ պետք է լինեն, որոնք պետք է օգնեն, որպեսզի ընտանիքը որպես ինստիտուտ կայանա հայկական մտածելակերպի եւ քրիստոնեական ուրեմն ըմբռնման շրջանակներում։ Այլ կերպ այդ ընտանիքը դառնում է, խառնիճանաչ մի բան, այո։ Նույնիսկ ինչ որ առումով հենց հասարակության կարծիքից կախված խաղալիք, ծայրահեղությունից ծայրահեղություն մի տեսակ։ Ի վերջո, եթե մենք ընդունում ենք, որ ընտանիքը հարաբերությունները որոշակի ինստիտուցիոնալ կարևորություն ունեն հասարակության մեջ, իրենք պետք է որոշակի օրենքներով առաջնորդվեն։ Կյանքում ամեն բան է այդպես, դպրոցում էլ է այդպես, համալսարանում էլ է այդպես, աշխատանքի տեղն էլ է այդպես, դու կատարյալ ազատ չես, ինչու մյուս տեղերը դու պետք է որոշակի կարգ ու կանոնի հետևես, պահպանես եւ այդ կարգ ու կանոնը որոշակի զսպանակի դեր է կատարում, որ դու դուրս չգաս թույլատրելի սահմաններից, իսկ ընտանիքում ես ազատ եմ, դու իրավունք չունես, ամբողջը այդտեղ արդեն գործում է մարդու այդ եսասիրական, էգոիստական մոտեցումը, որը քանդում է իրականում ընտանիքը։ Ու հաճախ մի կողմն է ասում, ես ազատ եմ, ինչ ուզեմ կարող եմ անել, մյուսը չէ։ Դե եթե մի կողմը պնդի, մյուսը կսկսի ասի, դե եթե դու ազատ ես, ես քեզանից ավելի ազատ եմ, ինչ ասեմ։ Բարոյ Սևակն էր կարծեմ ասում, չէ՞։ Մի եղիր ասում է,
ուրակի պես միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես միշտ դեպի մեկ դեպի ինձ, մեկ դեպի քեզ։ Ուրեմն ընտանիքը հենց այդ սկզբունքով պետք է աշխատի։ Շնորհակալ եմ Տեր Հուսիկ։ Հիշեցնեմ, որ լսում եք Լսիր ժողովուրդ հայտագիրը Հայաստան ձայնասփյուռի եթերում։ Զրույցներին կարող եք հետևել յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10:15-ին եւ կրկնությունը լսել Կիրակի օրը ժամը 13-ին։ Անցնեմ իմ հաջորդ հարցին։ Ինչպես գիտենք, հայի համար ընտանիքը անչափ կարևոր արժեք է։ Ինչպես դուք ասացիք, հենց ընտանիքն է, ընտանեկան արժեքներն են մեզ օգնել գոյատևելու երևի, որ Ես համոզված եմ դրանում, կարող են մեր ունկնդիրները վիճարկել, բայց ես համոզված եմ, որ մեր հարատևության եւ գոյության գաղտնիքը ընտանիքի ամրության մեջ է եղել եւ մնում։ Ընտանիք, որ այդ հավատքով է առաջնորդվում, այլ կերպ չի կարող լինել։ Բացի դրանից հայ մարդը ավելի շատ չի աշխատում, բայց դրանից անկախ, ինչքան էլ հայ հասարակության համար ընտանիքը կարևոր արժեք է, բայց հայ մարդը սովորություն չունի մի տեսակ աշխատելու ընտանիքի հարաբերությունների լավացման համար։ Իսկ միգուցե աշխատում է, ինչ կասեք այդ մասին։ Ես կհամաձայնեմ քեզ հետ, ավելի քիչ աշխատում ենք, քան հակառակը, այսինքն աշխատանքը շատ քիչ է։ Եվ դրա համար կան որոշակի բարդույթներ երևի թե։ Խնդիրը ինչու՞մ է, որ մենք մարդ լինելով միշտ առաջնորդվում ենք մոդելավորումով, մենք ցանկացած հարցի վերաբերյալ ունենք որոշակի կաղապար, որոշակի մոդել։ Եթե չկան հատուկ վերափոխող, դաստիարակչական դասընթացներ, ընտանիքի պարագայում քիչ դժվար է դա պատկերացնել, որովհետև ամեն ընտանիք ինդիվիդուալ անհատական մի կառույց է, մարդը ընտանիքի ներսում առաջնորդվում է այն կարծրատիպերով, որը ինքը ստացել է իր պիտի ասեմ երիտասարդ կյանքի ընթացքում, որովհետև մեծ մասամբ երիտասարդ հասակում ենք ընտանիք կազմում։ Եվ եթե, ինչպես արդեն ասացինք, սխալ մոդելից է մարդը կարճած, այդ ընտանիքում շատ մեծ է հավանականությունը, որ ինքը այդ սխալ մոդելը կշարունակի իր սեփական ընտանիքում։ Այսինքն փորձը ցույց է տալիս, որ այն ընտանիքներում, որտեղ տեղի են ունեցել բռնություններ հակառակ սեռերի միջև, չեմ ասում, որն է բռնություն գործադրում, երկու կողմից էլ հնարավոր են բռնությունները, իրենց զավակների ընտանիքում դրանք եւս մեծ մասամբ հանդիպող երևույթներ են։ Հիմա դրա դիմացն առնելու երկու տարբերակ կա։ Կամ մարդը պետք է այնքան կամք ու բանականություն ունենա, որ ասի, որ եթե օրինակ ես իմ տանը տեսել եմ հարբեցող ծնող, ես ինքս դրանից դժբախտ եմ զգացել, ես պիտի ամեն բան անեմ, որ իմ ընտանիքում այդ արատը չմտնի, սա լավագույն տարբերակն է եւ պիտի աշխատի այդ ուղղությամբ անձնական աշխատանք։ Կամ մենք պետք է ունենանք, ստեղծենք կամ զարգացնենք եղածի վրա հոգեվոր, հոգեբանական եւ ազգային մտածողությամբ հատուկ դպրոցներ նկատի ունեմ ծրագրեր, որոնք այո կանտնեն գուցե դպրոցներ, համալսարաններ, կքարոզվեն եկեղեցիներում, կլինեն գրքեր, կլինեն ամսագրեր, որոնք նվիրված կլինեն այդ առողջ ընտանիքի մոդելի ձևավորմանը, հայկական ընտանիքի ուշադրություն։ Այո, դա շատ կարևոր է, բայց թերևս պիտի ասեմ, որ այդ հարցում մեր ազգային բոլոր ինստիտուտներում բավական մեծ թերացում կա, բայց աշխատանքը միշտ տարվում է անհատական կամ համայնական մակարդակով։ Կհամաձայնեմ, որովհետև դպրոցում հաճախ մենք անցնում ենք շատ տարբեր առարկաներ, որոնք այդպես կարևորություն չունեն իրականում, ինչքան եթե դպրոցում մեզ սովորեցնեին շատ ավելի կարևոր, ես կասեի, ապրելու համար ընդհանրապես ամենակարևոր հմտությունները, ինչ վերաբերվում է ընտանիքին, ինչ վերաբերվում է ընդհանրապես մարդկային շփմանը, բայց ցավոք սրտի դեռ այստեղ չենք։ Գիտես, մի քիչ կլու թեմայից չի ուզի շեղվել, բայց իմ անձնական դիտարկմամբ այն էլ ինչ որ արվում է այսօր քո ասած բաց լրացնելու երբեմն սխալ ճանապարհով է արվում, որովհետև շատ հաճախ վերցվում է եվրոպական, ամերիկյան, ռուսական փորձը, որը հայկական մոդելի հետ չի համընկնում։ Քեզ շատ բարձ օրինակ բերեմ, քանի որ գիտեմ գիրքը կարդում ես, ինչու հղացավ գաղափարը, սերը երբեք չի անհետանում գիրքը գրելու, որը ամբողջովին նվիրված է հենց հայկական ընտանիքի մոդելի քննարկմանը եւ դրանց հոգեվոր բացահայտմանը։ Բանն այն էր, որ իմ ձեռքի տակով անցան մի քանի գրքեր, անգամ հոգեվոր գրքեր, որոնք շատ լավն էին, բայց հայկական չէին, մտածելակերպը հայկական չէր, մոդելը, օրինակները հայկական չէին,
այսինքն չեմ կարծում, որ մենք կրիկետ խաղացող կամ գոլֆի դաշտ այցելող հայ տղամարդիկ շատ ունենք եւ ուրեմն այնտեղ ասենք օրինակները կիրառելի հայկական օրինակներ չէին եւ որքան էլ դրանցից այսինքն ընթերցողը կարող է շահեկան բաներ քաղել, բայց դա մերը չէ, դրա համար մենք պետք է նաեւ մեր մեջից ստեղծենք մեր ազգային փորձառությունը հաշվի առնելով, մեր հոգեվոր դաշտը ուսումնասիրելով, հայ ժողովրդի բարոյական դաշտը ուսումնասիրելով, հակառակ դեպքում դեռ մի հարց չլուծած մենք մեր երիտասարդ ընտանիքներին գցում ենք օտար ազդեցության այլ դաշտի մեջ, որը եւս բավական վտանգավոր է։ Սա իհարկե անձնական դիտարկում է։ Շնորհակալություն Տեր Հուսիկ պատասխանի համար ամբողջական։ Ըստ ձեզ հայ քրիստոնյան ինչպես պետք է վերաբերվի իր ընտանիքին, ինչ միջոցներ ձեռք առնի, որ իր ընտանիքը լինի երջանիկ, առողջ։ Ես կուզեմ Աստվածաշնչից մի մեջբերում կատարել, որը ինձ թվում է ամբողջովին կներառի հարցի պատասխանը։ Իհարկե Աստվածաշնչի տողը վերաբերում է կնոջ եւ տղամարդու փոխհարաբերություններին, ոչ ընտանիքին, բայց լիարժեքորեն համատեղելի է։ Տեսեք, Պետրոս առաքյալը իր առաջին նամակի մեջ ինչ է գրում. Տղամարդիկ թող իմաստությամբ ապրեն իրենց կանանց հետ, իմաստություն ուրեմն։ Հարգեն նրանց, հարգանք։ Հարգեն իբրև դյուրաբեկ անոթի։ Այսինքն մի բան, որը շատ հեշտ է կոտրելը, շատ արագ կարող է կոտրվել։ Ընտանիքը այդպիսի մի բան է, այսինքն ընտանիքը պողպատիչ չի։ Ընտանիքը հենց շքեղ ճենապակուց պատրաստված մի բան է, որը պետք է ամենաապահով ձեռքերում փոխանցվի, պահպանվի, որպեսզի չխամրի, գույնը չգցի, չկոտրվի երբևիցե։ Ուրեմն վերաբերվեն իբրև դյուրաբեկ անոթի, իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ասում է ձեր աղոթներին արգել եղող բաներ չլինեն։ Եվ ամենագլխավորը՝ եղեք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագուտ եւ խոնար։ Չարի փոխարեն չար մի հատուցեք, նախատինքի փոխարեն նախատինք մի հատուցեք, այլ ընդհակառակը օրնեցեք, որովհետեւ այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք Աստծո օրհնությունը։ Ամեն ինչ ասված է։ Ամեն ինչ ասված է այստեղ եւ նորից գաղափարը գնում է մեր հաղորդման սկզբում ասվածին՝ մի եղեք իրար դեմ, դուք թշնամիներ չեք ընտանիքում, խնդիրներ բոլոր ընտանիքներում են պատահում, հիասթափություններ բոլորն են ունենում։ Հարցը թե ինչպես եք դուք դուրս գալիս այդ վիճակից, չեմ ասում դու դուրս ես գալիս, դուք ինչպես եք երկուսով դուրս գալիս, որովհետեւ ընտանիքը միակողմանի հաստատություն չէ, ընտանիքը այդ երկուսի միությունն է, որը սիրո արդյունքում է, որ կարող է հարատևել։ Եթե սերը հեռացավ, այս բոլոր երևույթները, որոնց մասին խոսեց Պետրոս առաքյալը, կչքվեն։ Եթե չքվեցին, ընտանիքը կսկսի քանդվել եւ մարդը իրավունք ունի, կսկսի իրեն դժբախտ զգալ այդպիսի հարաբերությունների մեջ։ Շնորհակալ եմ Տեր Հուսիկ։ Ուզում եմ եզրափակելով մեր այսօրվա զրույցը շատ կարևոր ըստիս մի հարց ուղղել, իմ վերջին հարցը ուղղել։ Վերջին ժամանակներս մարդիկ սկսել են ավելի նորմալ վերաբերվել հոգեբանի հետ աշխատանքին։ Եթե առաջ մտածում էին, որ թե ինչ-որ մեկը գնում է հոգեբանի մոտ, ինքը հաստատ խնդիր ունի գլխի հետ, հիմա հասկանում եմ, բոլորս ունենք խնդիր գլխի հետ, դա քննարկելի չէ։ Բայց նորմալ են վերաբերվում հիմա բավականին։ Դա տալիս է իր արդյունքները։ Այո։ Լավագույն արդյունք ստանալու համար իհարկե պետք է եւ կինը եւ տղամարդը, ամուսինը վերանայեն իրենց վերաբերմունքը։ Իսկ հոգեվոր տեսանկյունից եթե նայենք այդ հարցին, ինչ Ես անձամբ, շնորհակալություն հարցի համար, ես անձամբ որպես հոգեվորական կարևորում եմ հոգեբանների դերը եւ անգամ շատ կարևորում եմ հոգեբանների ինստիտուտի ստեղծումը, երանի թե ապագային դա ունենանք, չնայած վստահ եմ յուրաքանչյուր հոգեվորական իր ընտրված շնորհով ունի հոգեբանական որոշակի ընկալումներ եւ առանձնահատկություններ։ Բայց այդ հարցի դրական կողմից այն կողմ երբեմն նկատում եմ շատ բացասական կողմ հոգեբանների, հայ հոգեբանների կողմից մատուցվող, երբեմն հոգեբանների աշխատանքը միտված չի լինում ընտանիքը փրկելուն, այլ միտված է լինում անձին ուղակի իր ծանր վիճակից դուրս բերելուն անհատին, առանց հաշվի առնելով ընտանիքի մյուս անդամների մյուս կողմերը։ Նման դեպքում շատ ողջունելի չէ, ինձ համար շատ ողջունելի չէ հոգեբանի նման մոտեցումն ու գործունեությունը, հակառակ որ գուցե իր գործունեության դաշտի մեջ դա արդարացված է։ Եվ ի հակադրություն դրան ես կառաջարկեմ նաև քրիստոնյա մեր եղբայրներին եւ քույրերին հիշեն, որ իրենց ընտանիքի հիմնադրումը ոչ թե հոգեբանի գրասենյակում է տեղի ունեցել, այլ եկեղեցում է տեղի ունեցել։ Եվ շատ կարևոր է, որ մոտենան
հենց այն հոգևորականի, որ իրենց պսակադրել է, կամ մի հոգևորականի, որին իրենք լավ ճանաչում են եւ գիտեն, որ ունի հոգևոր լուրջ մոտեցումներ եւ գիտելիքներ եւ կարող է Աստծո խոսքով օգնել եւ առաջնորդել, որովհետեւ հոգևորականը երբեք չի աշխատի ընտանիքը քանդելու ուղղությամբ, այլ միայն ընտանիքը փրկելու եւ բարելավելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ մենք հոգևորականներս կյանքում հանդիպող ամեն խնդրի եւ ընտանիքում հանդիպող ամեն խնդրի անվանում ենք փորձություն։ Իսկ փորձությունները, ես ասել եմ ու կասեմ, կոտրվելու համար չեն, ծնկի իջնելու համար չեն, փորձությունները հաղթահարելու համար են եւ այդ փորձությունները հաղթահարելով ընտանիքի անդամները դառնում են ավելի ուժեղ, դառնում են իրար ավելի հասկացող, դառնում են իրար ավելի սիրող, որովհետեւ ցանկացած փորձություն հաղթահարելու համար կա 3 կարևորագույն պայման։ Եթե այդ պայմանները սովորենք կիրառել ընտանիքում հոգևորականի օգնությամբ թե հոգեբանի, ամեն բան կդառնա իդեալական։ Փորձության հաղթահարելու 3 պայմաններն են՝ խոնարհությունը, աղոթքը եւ աշխատանքը քո վրա, քո անձի վրա։ Եթե այդ ամենը լինի, սերը կվերարտնանա։ Շնորհակալ եմ Տեր Հուսիկ։ Սիրով, ես էլ քեզ եմ շնորհակալ հետաքրքրական հարցի համար եւ հարցը ուղարկող անձին Շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալություն ենք հայտնում եւ ուզում ենք նաեւ կոչ անել մեր ունկնդիրներին, որպեսզի իրենց հուզող անձնական հարցեր, որը իհարկե չի բարձրաձայնվի անձնական տեսանկյունը, փոխանցեն մեզ, որպեսզի մեր եթերները լինեն ավելի նպատակաուղղված։ Շնորհակալություն։ Աստված օրհնի բոլորին։ Եթերում էր Հայաստան ձայնասփյուռի Լսիր ժողովուրդ հայտագիրը։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայգուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Միացեք մեզ յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10-15-ին եւ Կիրակի ժամը 13-ին։ Սիրով ձեզ ենք սպասում։